Настроение ваше. Պարոն վարչապետ, հայտարարել որ ձեր հնարավոր հաղթանակի դեպքում մեկնելու եք Մոսկվա, ինչու եք առաջին հենց Մոսկվա գնում։ Նախ առաջինի երկրորդի հարց չի, Մոսկվա եմ մեկնելու, Վաշինգտոն եմ մեկնելու, Բրյուսել եմ մեկնելու, Փարիզ եմ մեկնելու, Թբիլիսի եմ մեկնելու, ասել եմ նաև որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում եւ մենք պատրաստվում ենք լիարժեք միջազգային հարաբերությունները զարգացնել Մոսկվայում։ Միստր Փաշինյան, ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորք եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա, ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք գործում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Միստր Փաշինյան, for Reuters։ Պարոն վարչապետ, բայց իսկ ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ սանկցիաներ դուք արհեստական լարվածություն եք համարում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում։ Դուք նշեցիք այդ լարվածությունը արհեստական, բայց մենք տեսնում ենք կոնկրետ գործողություններ են։ Տեսեք, սանկցիաներ եք դուք ասում, բայց նման խնդիրներ անընդհատ են լինում, այլ բան որ հիմա լուսաբանվում է։ Այսինքն լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի ուժերի շրջանակների բանով հետաքրքրվածության բերումով, ծախսերով եւ այլն։ Այսինքն աշխատանքային հարցեր ԵԱՏՄ ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են ամեն անգամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստում, օրակարգում մենք տասնյակ հարցեր ենք քննարկում։ Ինքնանպատակ չի մեզ համար, եւ ես ասել եմ նաեւ, որ Եվրոպական միության անդամ գրևելու գործընթացը Հայաստանի Հանրապետության գյուղ ապրանքները առանց մաքսի, այսինքն ազատ մաքսային ռեժիմով կարտահանում են Եվրոպական միություն, այսինքն բոլոր Եվրոմիության բոլոր երկրները նոր ուղղություն են դրում։ Հայաստանի կարգավիճակի հարց, А что вы скажете об угрозах Лукашенко в вашу сторону? О какой угрозе? Предупреждают вас об украинском сценарии. Кто? Александр Лукашенко. Вы знаете, это несерьезно. Պարոն վարչապետ, դեպքերին պատրաստում են Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ բանկան պետություններում եւ դա բացի դրանից էլ մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում, որպեսզի հանրակրվե իրականացվի ԵԱՏՄ, թե ԵՄ ուղղության առումով։ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է Հարակվեի տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի Հարակվեի առարկա։ Իսկ Հարակվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակի, մենք դեռ պետք է բարեփոխվենք, այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, երբ որ նաեւ Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը կլինի այն մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք։ Այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար եւ ես ասել եմ նաեւ, որ Եվրոպական միության անդամ գրևելու
գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ Եմեն է, պարոն Փաշինյան, ստացվում է մենք սպասում ենք միջև պատրաստվենք Եվրամիությանը, հետո դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլ ընտրանքներ, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության, ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացրել, ամեն ինչ անում ենք, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչնի։ Այսինքն հետո մարդիկ են չեն որոշելու, ես չեմ որոշելու, դա հնարավոր էլ չի։